Խաղացուն սելի քրիստոնյա ժողովուրդ օրհնում եմ բոլոր մեր Տիրոջ անունով եղեք օրհնված նայեք սելի Աստծո ժողովուրդ Ծննդոց գիրք 9-րդ գլուխ 20 խոսքից ասում է եւ Նոյը սկսեց հողագործ դառնալ եւ մի այգի տնկեց եւ գինուցը խմեց եւ արփեց եւ իր վրանի մեջ մերկ էր Եվ Քանանի հայրը Քամը տեսավ իր մերկությունը եւ իր երկու եղբայրներին պատմեց դրսումը։ Եվ Սեմը եւ Հաբեթը հանդերձ առին եւ իրանց երկուսի ուսերի վրա դրին եւ ետ գնացին իրանց հոր մերկությունը ծածկեցին։ Եվ իրանց երեսը դեպի ետ էր եւ իրանց հոր մերկությունը չտեսան։ Եվ Նոյը իր գինուց արթնացավ եւ իմացավ, ինչ որ իրան իր փոքր որդին արել է եւ ասեց. անիծյալ լինի Քանանը Ծառաների ծառա լինի նա իր եղբայրներին նաև ասաց օրհնյալ լինի Եհովան Սեմի Աստված եւ Քանանը նրա ծառա լինի Աստված ընդարձակե Հաբեթին եւ նրա Սեմի վրա ներումը բնակվի եւ Քանանը ծառա լինի նրան Լավ այսքանը ժողովուրդ ջան նայեք Աստված այսօր զգուշացնում է ժողովուրդ ջան որ իր որդիները իր ընտրյալները չգինովնան, չարփենան գինով, գինին մերկացնում է, գինին հանում է այն սպիտակ արդարության, սրբության հանդերձները, որը Քրիստոսը մեզ հագցրել է արդեն, մի արփենակ գինով, թե չեք մերկանաք, և ձեր վրանի մեջ մերկը երևակ, ձեր վրանի մեջ ձեր մերկությունը կերևա, վրանը տակարա լինի քո տաճարը, քո եկեղեցին, քո աղոթքի տունը, մի գինովցիր, որ չմերկանաս քո վրանի մեջ, կտեսնեն մարդիկ, տեսնանողները շատ են տեսնում են, այն արդարության հանդերձներից մի մերկացիր։ Եվ եթե սիրելի եղբայր, որդի, քանի նման, Քամը տեսավ, տեսնես, որ այդ մերկությունը վրանից դուրս մի հան, դսում մի պատմա, թող վրանի մեջ մնա, աղոթա, աղոթքով, բարեխոսությունով, խնդրա Աստծուն, որ քո հոգևոր հայրը նորից սպիտակ հանդերձներ հագնի, արդարության, սրբության, մաքրության, ժողովուրդ ջան, այսքանը, այս խոսքը Տերն ուզում էր, որ մենք լսանք եւ կատարենք, չարփենանք, որպեսզի չմերկանանք այն արդարության հանդերձներից եւ եթե մերկինել տեսնենք վրանի մեջ Վրանից դուրս չանենք, բարեխոսենք, խոսանք, աղոթենք, որպեսզի նորից հագնի արդարության եւ սրբության հանդերձները։ Տերը օրհնա եղեք օրհնված ժողովուրդ ջան։